Բարի օր սիրելի հերոստատիտող, այսօր պատրաստելու ենք պաստաներից ամենասիրվածը և ամենահայտնիներից պոլոնեզը։ Գիտեմ, որ շատերդ գրել եք, որ Շաղիկ Հաջի Սպաղաթադոմսդ կիսվիր պոլոնեզի, այսօր կիսվում եմ ձեր հետ։ Միայն Կետրոն TV եթերում և միայն Համի Գախնիկի շրջանակներում։ Այսօր պատրաստելու ենք պաստա պոլոնեզ։ Մեզ հարկավոր է 1 դոբրակ պաստայի տեսակ, մի բաժակ կարմիր քինի, մեզ պետք է 2 բաժակ լոլիկ իր խույսի մեջ, 500 գրամ դավարի աղացած միս, 2 ճաշի գտալ լոլիկի մածուկ, համեմունքներից օգտագործելու ենք աղ, սև բղբեղ, կարմիր կծու բղբեղ և օրիգանո, extra virgin սիթաբտղից հետ, պարմեզան պանիր, մի հատ սոխ, 3-ից 4 բջեղ սխտոր, մի բաժակ չուր, ոնց ենք սկզբում ուզում եմ սոխը կտրատել, մանր կտրատելու եմ ու հետո արդեն տապակելու ենք սկսում, երբ որ տապակելու ենք սկսում, հետո ավելացնելու ենք սխտորը, ճզմած, հետո միսը և հետո համեմունքները, ամենակարևորը, որ միսը և այդ սոսը իրար հետ լավ ամուստանան, սենց մանր կտրատում ենք ու հետո ավելացում ենք մեր տապակի մեջ ու արդեն տապակելու ենք սկսում։ Հիմա մի քիչ պետք է լամ, բայց it's okay, արագ եմ անելու, որպեսզի քիչ լամ, այդ ամեն ինչը իմ, չգիտեմ, մեկ բանը, որ չեմ կարողացել հələ որ սովորեմ, այս սոխն է, որը իմ ձեռքը չէ, երևի։ Դե ինձ սիրելիներս, սիթաբտղից հետ ենք ավելացնում մեր տապակի վրա, սպասում ենք բայց տականում է, հետո սիթաբտղից հետ ենք ավելացում, հետո ավելացում ենք սոխը ու հետո սխտորը, իմիջիայլոց մենք կարող ենք սխտորը մեր ճզմել, մինչև որ մեր տապակը տականա։ Սաղ անում ենք, գնում ենք, ինչ ա լինում եթերով չգիտենք, մխոնել չի լինում ստեղ, ինչ ուզում ա անում ա։ Լինոն էլ այդ գովաստին հետևից ա լիլոյի։ Okay, մտանք եթեր, պատրաստ եք։ Մեր սխտորն էլ ա պատրաստ։ Երևի գնանք նայենք տապակը տաքացած պետք ա լինի։ Սենց ձերքերնից տնում ենք, տեսնում եք մի քիչ տաքություն կա։ Սոխը ամբողջությամբ ավելացրել եմ, արդեն կարող ենք խառնել ու սկսել տապակելու։ Ավելացում ենք սխտորը։ Միսերնից մոտիկ բերենք, աղ բղբեղը մոտիկ բերենք։ Մի հատ խառնում եմ ու արդեն միսն եմ ավելացնում։ Մի քիչ մանրացնում ենք, որպեսզի մաքսիմում մանր լինի միսը։ Սկսում ենք խառնել։ Ավելացում եմ աղ։ Ավելացում եմ բղբեղ։ Մի քիչ էլ արդեն մանրացրած բղբեղից աղացած, կծու բղբեղ, կարմիր, օրիգանո ու
հիմա լավ խառնում ենք։ Տեսնում եք ինչքան լավն է կույնը միսին։ Միսը մի թեթև թողում ենք, որ լավ սոթե արվի, այսինքն լավ տապակվի, հետո արդեն ջրի տեսակները ավելացնենք։ Դե ջրի տեսակներից այստեղ ունենք լոլիկի մածուկը, այնտեղ ունենք լոլիկը իր խույսի մեջ եւ ամենակարևորը քինին։ Հեսա կպատմեմ քինիի մասին։ Մեր ջուրը արդեն երած, կարող ենք մեր պաստան դնել, որ խաշի։ Շարունակում ենք մեր միսը, մի քիչ ենք մարացնում, արդեն տեսնում ենք ինչ լավ է հոտը համը։ Ուրեմն, մինչև միսը մի քիչ եփի, որպեսզի մնացած պաղաթիչները ավելացնենք, մեզ պետք է մի հատ քինի։ Իսկ մենք ինչ քինի ենք օգտագործելու? Քարե։ Մեր նոր favorite քինին։ Բացում ենք։ Իրականում իմ համար միշտ պաստա բոլոնեզը ասոսացված է ռոմանտիկ դիներներու, չգիտեմ ովքեր ինձ կոնֆերն անեն իմ ասածը որ ճիշտ է, բայց ես քինին չեմ կարող բացեմ ես։ Հա, ասեցի կոնե թուղթը բացեմ, քեզի դամ վեր բարձրացնես, էդ էլ չկարողացա։ Համեցեք սակո։ Դու նա վեր կանգնի, որ խեղ ցակոնք ամիշ։ Ունենք։ Yummy. Ես ինչպես եմ սիրում անել քինին կամ ընդհանրապես ինչ-որ բան ավելացնելու եւ դիգլեյզ եմ անելու դաբագը, առաջին ավելացնեմ քինին կամ ինչ-որ եթե սիտրուսային բան է կամ ընդհանրապես սոսի տեսակ է կամ fresh cream է, որպեսզի հավաքի այդ բոլոր համերը։ Հիմա ավելացում ենք քինին։ Ավելացնում եմ լոլիկի մածուկը ամբողջությամբ։ Մի հատ խառնում եմ եւ ավելացնում եմ լոլիկը։ Փորձում ենք այս լոլիկը ճզմել ձեռքով։ Ինչքան կստացվի։ Ու խառնում ենք։ Մեր պաստան արդեն պատրաստ է։ Ես իրականում ալդանթե եմ սիրում, չեմ սիրում շատ երկար խաշել։ Ես հիմա պետքա բաղջրեմ մի հատ, մինչև որ մեր սոսը պատրաստ լինի։ Հիմա ինչ ենք անում։ Այս կացան մի հատ արակի վրա մաքրում ենք, դե իհարկե սավայով, ու էսի մի հատ բաղջուր ենք անում ու հետ ենք վերադառնում, որպեսզի սոսին ավելացնենք եւ պաստային այս կացայի մեջ։ Մի քիչ էլ արդեն մեր ջրից պետք է ավելացնենք ու սպասենք, չի բացվում։ Նա բացեք։ Սի։ Ասես։ Մի քիչ ավելացնում եմ մեր սիլի ջուրերից, որպեսզի մեր զանգվածը լինի շատ լենց հյութալի։ Թողում եմ լավ եփի, մի քիչ էլ քաշվի ջուրը ու արդեն պաստան ավելացնում։ Մեր սոսը գրեթե պատրաստ է, 2 րոպե էլ թողենք, որպեսզի լավ սենց թանցրանա։ Պաստան արդեն տաքուկ իրանա սպասում։ Կարող ենք ստեղ մի թեթև ազատկեր կամ մաղդանոց մանրացնել, կարող ենք նույնիսկ կանաչ բասիլիկ կամ ինչ-որ ուրիշ կանաչի թնել զարդարանքի համար ու ամենա վրան արդեն պարմեզան պետք է տնենք։ Պետք է ասելով կարող եք եւ չի թնել, կարող եք կողքը թնել եւ ովքեր որ ուզում են օգտվեն։ Ամեն բարակայի ինքը համովացնում է։
Ես մեկ-մեկ մեջներ եմ թուրում սենց մի ապ, այդ էլ է համովություն տալիս։ Մեկ-մեկ օրինակ մի քիչ գաթ եմ փախցնում, որովհետեւ իրան տենց հետաքրքիր համովություն տա, բլենդ անում։ Բայց ես այսօր, որովհետեւ ուզում եի ավելի տրադիցիոնալ, ավելի տենց ամենա practical բոլոնեզը ասել, այս բաղադրատոմսով երևի արդեն համով բոլոնեզ կստանաք։ Ավելացնում ենք պաստան։ Ասեմ ուրիշ կախրիկ, ես վերջում մի հատ եմ ավելացում մի քիչ աղ եւ սև բղբեղ եւ կարմիր բղբեղ, մի քիչ ուրիշ համ է տալիս։ Դե իհարկե ես ուտելուց եմ սև բղբեղ անպայման ավելացնում, մանավանդ սենց cracked, այսինքն դեղում կդրադած։ Մի քիչ էլ բղբեղ։ Դե ինձ սիրելիներս, կարող ենք արդեն մատուցել։ Yummy։ Ավելացնում եմ մի թեթև ազատ կեվ, մաղդանոց։ Պարմեզանն ենք ավելացնելու, կարող ենք կողքերը ավելացնել։ Դե ինչ սիրելիներս, այսօրվա մեր պաստա բոլոնեզը արդեն պատրաստ է, կարող ենք համտեսել, բայց առաջ որ համտեսենք, ուզում եմ հիշեցնել, որ ամեն օր մեզ կսպասեք առավոտը ժամը 9-ին եւ երկրորդ կեսին ժամը 17:00, ամեն օր մենք ձեր համար պատրաստել ենք համով բաղադրատոմս, դուք նույնը պատրաստել եք ձեր ընտանիքների համար ու վայելելու եք։ Ու չմոռանաք հետևել մեր էջերին, Համի Կախնիկ, Facebook եւ Instagram, եւ իհարկե բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որպեսզի ովևէ մեկ բաց տողած հաղորդում այնտեղ նայեք։ Հիմա համտեսում ենք։ Գնացինք։ Հույսով եմ տաք չի լինի եւ ես չեմ այրվի։ Oh my god! Օ, լավ գծու է։ Սիրեցի։ Շատ համով։ Դե խոսք չունեմ, ես միշտ պատրաստում եմ, միշտ սիրում եմ, միշտ հավանում եմ, ամեն ուտելուց ավելի եմ հավանում, դուք էլ հույսով եմ կհավանեք այս բաղադրատոմսը եւ կպատրաստեք։ Բարեխորժակ։